Արա հասածը հավաքում ենք։ Թող։ Հələ մեծ նայ։ Կարկուտ տխտելա բայ դե ոչինչ ինչ չանենք։ Տեղ-տեղ կարկտահարված, բայց հիմնականում հատնտից ծիրանները ծառերից դույլ, ապա արկղեր են տեղափոխվում ու սպասում շուկա հասնելու իրենց հերթին։ Երկար չեն սպասում, գնորդներ գալիս են, հատկապես հիմա, երբ ծիրանը դեռ նոր է հասել։ Իսկ Արարատի մարզի Արմաշ ու հարևան մի քանի գյուղերը հայտնի են Նուբարով, պտուղն առաջինը այստեղ է հասունանում։ Աղաջանյան ամուսինները ընտանիքով են կազմակերպում 1 հեկտարից մեծ այգու բերքահավաքը։ Բերքը մի քանի փորձություն է անցել այս տարի։ Նախ առատ անձրևներն են խոչընդոտել լիարժեք փոշոտմանը, ապա կարկուտն է վրա հասել։ Հիմնական փոշոտման ժամանակ անձրևը խանգարում է, քիչ թողում որ փոշոտում գալի։ Դեղորայքը, բանը, սա առնում են, սրսկում են, սիլիտրայա, տարբեր տեսակի սնեցումներ են անում, սրսկումներն է։ 1000 ենք ծախի, 800 ենք ծախի, 200 ենք ծախի, որ վերջում մնացել է, ընտիցյան 200-300 ենք տվել։ Հիմա այս պահին Հիմա 500-600։ Բերքահավաքը սկսված է ակտիվ փուլում է, ունենք արտանման խնդիրներ, այսինքն այդ խնդիրները միշտ եղել են, լոգիստիկ խնդիրներ միշտ եղել են, այս բան մի քիչ այլ բնույթի են, բայց փառք Աստծո ստացվել է։ Բերքահավաք կա, բարձում են մեքենաները, արտանում են կազմակերպում պետության աջակցությամբ իհարկե։ Ծիրանի ծաղկաշրջանում ունեցել ենք թե ցրտահարություն, բացասական ջերմաստիճան, ինչը բացասական է բնականաբար ազդել բերքատվությանը, բերքի պտղի ձևավորմանը, ինչպես նաև հենց Արարատի շրջանում կարկտահարություն ենք ունեցել ապրիլի վերջին, ինչն էլ արդեն բնականաբար որակական ապրանքային տեսքի վրա իր հետևանքը թողել, դրա համար այս տարի կարծում ենք, որ ունենալու ենք շատ ավելի քիչ ծիրանի բերք, քան թե նախորդ տարի ենք ունեցել։ Արմաշ համայնքը 400 հեկտարից ավելի ծիրանի այգի ունի։ Խնդրեի օպերատորին այս այգին ցույց տալ, եթե գործարանատերերը ընդամենը 50 դրամ այսօրվա գները որ գոյություն ունեն, աղողի մթերման 50 դրամ ավելացնեն, ես այս ծիրանների մեծ մասը կքանդեմ, նոր այգի կհիմնադրեմ։ Խաղողի։ Այո, որտեղ այս ամբողջ տարածաշրջանը Սուրենավան գյուղը, Արմաշը, Երասխավանը եղել են խաղողագործական գյուղ։ Հետո այս ծիրանը սկսեց, գնաց Ռուսաստան, տանկ վաճառվեց, ժողովուրդը լավ փող աշխատին, բոլոր հողերը դրել են ծիրանի տակ։ Արմեն Վարդազարյանը դժգոհ է ծիրանի իրացման գնից։ Իր այգին շատ է վնասվել կարկուտից ու վնասատուներից, մտավախություն ունի, որ ծախսը չի կարողանա փակել։ Բանվորական ուժը, աշխատուժը թանկացել է, գինը իջեցված է, 500 դրամ մեկնարկային գին, որը չլսված է, մեր ծիրանի վաճառքի վերջի գներն էին ամեն տարի։ Հիմա մեկնարկային գինը 500 դրամ է։ Այս օրերին գրեթե բոլոր այգետերերն են գործի անցել, միտեղ հավաքում են, մյուսները դասավորում արկղերի մեջ, ձգտելով լավագույն ապրանքային տեսք տալ հայկական ծիրանին։ Ամենամանդրերը շարում ենք տակը, դե մի քիչ կարկուտ խփածափրացում ենք, տեսքը գեղեցիկ լինի, ամենալավ փոշորները 30, խնդրեմ, սրանք 30 բաներ են, շուկայական տեսք։ Քաղցրահամ ծիրանը միաժամանակ պետք է անթերի տեսք ունենար բեռնատարներով Ռուսաստան արտահանելու դեպքում, իսկ ներքին շուկայում իրացման համար եւ լավ եւ միջին որակի ծիրանն են տեղավորում արկղերում։ Ռուսաստան տանելուց էլի նույն ձևի ոնց կար, նույն ձևի տանում են։ Ուղղակի իրանք ֆորինը ոնց որ տակի վատը իրանք հանում էին, էլի են հանում, ես էլ եմ հանում, ունես շոր չեմ հանում։ Ըստ Ռուսաստան տանելու համար իրանք բիդիկ են տանում, օրինակ ես կարող եմ քաղաքի օրը մի տոննա, 2 տոննա, հիմա չեմ կարող քաղալ։ Բայց չի էլ դժգոհում Տիգրան Թևանյանը, վստահեցնում է, այգուց 800 դրամով էլ է ծիրան վաճառել, իսկ այս մի խմբականակը կշռելուց ու մեքենայում տեղավորելուց ժամեր անց վրա ստանում կլինի։ Ջավախեցի արտահանողի հետ պայմանավորվածությունը կա, պատրաստ է մեծ քանակի հայկական ծիրան տանել։ Վստահ է, որ հասած ծիրանը գետնին չի մնա։ Կարծում է, իր բերքի արտահանողը կգտնվի, թեև առայժմ այն Եվրոպան չէ։ Եռամիություններ պլաստիկ օպերացիայից ծիրան են ուզում լավը։ Ես դες չունեմ, որ լրիվ իդեալական լինի, իդեալական ծիրան հասկացողություն չկա։ Մարկա որ սաղորը գյուղի մեջ է, իա ծիրանը լավն է, ինքը կարող է Եվրամիություն ուղարկի։ Ես այս տարի չեմ ուղարկում, եթե անցած մյուս տարի խոսքից խնդրել է, բանի պետք է ուղարկեմ, ոնց ուզում է լինի։ Ոչ եվրոպական, բայց ԵԱՏՄ ստանդարտներին վստահաբար համապատասխանում է, հատկապես եթե անցած տարիների համեմատ ծիրանի մշակության որևէ փոփոխություն գյուղացին չի կատարել, նշում է վարչական շրջանի ղեկավարը։ Ժողովուրդը շատ լավ ներկայացնում, ասում է, մենք բերքը չքաղած Ռուսաստանը փակել, ասում է, ինչ-որ խնդիր կա մեր ծիրանի թթի եւ այլնի մեջ, այդ ուղղակի զարմանալի է։ Չեմ հասկանում ոնց կարող մեր բերքը չի հասել Ռուսաստան դեռ,
իրանք արդեն խնդիր են տեսնում բերքի հետ։ Հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, այնտեղ էլի արտահանել են, էլի եղել է դժվարություններ, բայց այս տարվա հետ չեն կարող համեմատել։ Մի քանի արտահանողների հետ եմ խոսել, բոլորն էլ ասում են, որ տարբերակներ չունեն արտահանելու ու ոնց որ խորհուրդ են հարցնում, թե մյուս երկրների դեպքում ինչ կարող են անել, ինչ տարբերակներ կա էլ ուրիշ երկրներ արտահանելու։ Էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ուղղված վերջին ծրագրերով փորձում է աջակցել, սակայն զուգահեռ պետք է լուծվի նոր շուկաներ գտնելու հարցը։ Մարզպետարանի վարչության պետի կարծիքով ժամանակ է պետք եվրոպական շուկայի ստանդարտներին համապատասխանելու համար, թեև մարզում ինտենսիվ այգիներ կան։ 500 հեկտարի կարգի ինտենսիվ այգի ունենք, տարբեր պտղատեսակների, ոչ միայն ծիրանը, ու կարծում եմ, որ իրանք այդ դեպքում իրանք ավելի շատ հնարավորություններ ունեն ինտենսիվ մշակության շնորհիվ համապատասխանելու եվրոպական պահանջներին, բայց այս դեպքում արդեն ոնց որ դուրս կմնան հասարակ ֆերմերները, հասարակ փոքր տնտեսությունները, որոնք որ չունեն այդ հնարավորությունները թե ուսումնասիրելու նոր շուկաները, թե համապատասխան որակի ապրանք տալու։ Բայց աջակցությունից օգտվող ու արտահանող ֆիզիկական անձինք կան, հենց Արմաշ գյուղի հարակից տարածքում բեռնատարներն ամեն օր այլ ուղղություններով ծիրան են տեղափոխում։ Տեսախցիկից այն կողմ ներկայացրեց տարածքի սեփականատերը։ Իրանք ուզում են ադբորի ծիրան, տանում են Ուկրաինա։ Ամենաուժեղ ծիրանը, սուպերմարկետում տես ծիրան կարող է չլինի, որ իրանք տանում են։ Ամենաուժեղ ծիրանն են տանում։ 600 դրամով։ Շուլավերից ես կլենտներ ունեմ 10 տարի է, նույն կլենդերը մշտական տանում են, որ ծեր ուզում եք գնացեք արեք, սա վրացի են։ Իսկ արտահանման ոչ ենթակա ծիրանի իրացման վերջին այլընտրանքը ցածր գնով մթերումն է։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։